Պնդվում էր, թե Վաշինգտոնում Ադրբեջանը Փաշինյանին քարտ բլանշ տվեց, որ խաղաղության կեղծ քարոզով 2026-ին վերարտադրվի, հետո կատարի իր պահանջները, սակայն ԿՊ-ում խոսում են, որ անգամ Բաքվում են սկսել կասկածել նրա վերընտրվելուն, ուստի ուզում են հնարավորինս շուտ ստանալ իրենց ուզածը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ 4 անկլավների վերադարձի հարցն իր ուշադրության կենտրոնում է։ Փաշինյանն արձագանքեց. «Սահմանազատման արդյունքում պետք է վերադարձնենք Արցախաշենը եւ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները։ Իրականում սա Տիգրանաշենը զիջելու անոնս է, որ վտանգ կառաջանա, որ Վայոց Ձորն ու Սյունիքը մի օր կարող են կտրել Հայաստանից։ Իսկ Արցախաշենի վերադարձը ոչինչ չի տալու, քանի որ այն հնարավոր չէ բնակեցնել»։ Փաշինյանը իհարկե խոստացել էր այդ գործարքն անել 26-ի ընտրություններից հետո, քանի որ հասկանում է, որ Տիգրանաշենը հանձնելուց հետո վերարտադրվելու իր շանսերը զրոյանալու են։ Սակայն եթե Բաքվում 2 ոդկա 1 մաշիկի մեջ դնեն, հնարավոր է իշխանությունը հապճեպ արտահերթ ընտրությունների գնա։ Չնայած հանրության որոշ շրջանակներ քննադատեցին Սերժ Սարգսյանին 7 ժամանոց հարցազրույցում ասված ու չասված որոշ մտքերի համար, մանավանդ նրա, որ չասաց, թե ինչու 2018-ին այդքան հեշտ զիջեց իշխանությունը Փաշինյանին, սակայն ՀՀԿ-ում կարծում են, որ նա ասել է ամեն ինչ։ Իսկ գլխավոր ասելիքն այն էր, որ ցրվեն բոլոր կասկածները, թե իշխանափոխության հետևաբար Արցախի կորստի հարցում դերակատարը Ռուսաստանն էր, որ հասկացվի հզոր ուժեր են աշխատել դեմս Արևմուտքի ու եւ ԱՄՆ-ի։ Իսկ ամենակարևորը, որ Սարգսյանը պատմել է, թե Փաշինյանի իշխանափոխության օրերին ՀՀ-ում ԵՄ դեսպան Սվիտալսկուն ասել է, որ իրեն առաջարկել են փոխվարչապետի պաշտոն, եթե փողոցը հանդարտեցնի, բայց ինքը մերժել է առաջարկը։ Սարգսյանն ասել է, որ ինքը նման առաջարկ չի արել եւ չի բացահայտել, թե ով է արել, բայց բոլորը հասկացան, որ առաջարկն արվել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից։ Սարգսյանն ասել է նաեւ, որ հարց կարող է առաջանալ ինչու է ՌԴ պահ մնում, որովհետեւ նրանք համարում էին, որ բոլոր, նույնիսկ ժողովրդական ընդվզման բարագայում, եթե ես թողնեմ պաշտոնը, ապա այդ պաշտոնը լինելու է ռուսամետ գործիչ, իդեմս վարչապետ Կարեն Կարապետյանի եւ դա մեծ ողբերգություն չէ։ Ողբերգություն կլինի, եթե Հայաստանում հակառուսական մեծ տրամադրություններ առաջանան։ Օհանավանցիներից մեկը պատմեց, որ Կիրակի օրը Ստեփան Ասատրյանը Տերարամ Հովանավանքում կրկին պատարագ է մատուցել, սակայն ինքն իր համար դատարկ վանքում։ Նախորդ 2 շաբաթներին Փաշինյանի վարչական ռեսուրսի շնորհիվ մի քանի 100 մարդ էր մասնակցում, այս շաբաթ այդքանն էլ չի եղել։ Օհանավանի վարչական ղեկավար Էդգար Հայրապետյանը մեզ ասաց, որ ինքը չի մասնակցել պատարագին եւ տեղյակ չէ, թե քանի մարդ է մասնակցել։ Իսկ ինչ կարծիքի եք Ասատրյանի մասին, ճիշտ է անում, որ իր տեղը չի զիջում օրինական քահանաներին։ Անկեղծ ասած, ես դուրս եմ այդ թեմաներից, եկեք իմ կարծիքը ես չասեմ, նա համայնքում ընդունված հոգևորական է, մնացած ոչ մի բան չգիտեմ։ Եթե չհարգեն, նրա պատարակներին չեն գնա, եթե գնում են, ուրեմն հարգում են։